Արգելի խորհրդարան, ցավոք ժամանակը չհերիքեց պատասխանելու հարցերին, կանրադառնամ ելույթներին հնչած որոշ հարցերին, ուրեմն փորձեմ ներկայացնել թվերով պարոն Աղվան Վարդանյանի բերած օրինակի վրա Պարենային զամբյուղը 2008 թվականին կազմել է 18613 դրամ, այնինչ հիմնական կենսաթոշակը 6800 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը 8656 դրամ։ Այսինքն նվազագույն կենսաթոշակը 2008 թվականին եղել է Պարենային զամբյուղի 46.5%-ը միայն։ Սա ինչ ասեմ, հաշվարկված է Համաշխարհային բանկի տվյալների մեթոդաբանության հիման վրա, որպեսզի համադրելի լինի։ 2018-ին Պարենային զամբյուղը կազմել է 25000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը 16800 դրամ, ինչը կազմել է Պարենային զամբյուղի ընդամենը 49%-ը։ Այնուհետև ցանկանում եմ առաջ գնալ սպառողական գների ինդեքսով ըստ տարիների եւ միաժամանակ նշել թոշակների բարձրացումը այդ տարիներին։ Ուրեմն 2019 թվականին սպառողական գների ինդեքսը 1.4%, այսինքն գները բարձրացել են 1.4%-ով, միևնույն ժամանակ նվազագույն կենսաթոշակը բարձրացել է շուրջ 52%-ով։ 2020 թվականին գնաճը եղել է 1.2%, նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 4%-ով։ 2021 թվականին 4.5% գնաճ ենք ունեցել, նվազագույն կենսաթոշակի բարձրացում չենք ունեցել, բայց ունեցել ենք 19%-ով, ուրեմն 1 տարվա արժեքի, աշխատանքային կենսաթոշակների 1 տարվա արժեքի բարձրացում։ 2022-ին 8.6% գնաճ, նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 19%-ով եւ միևնույն ժամանակ ներդրվել է հետվճարի ծրագիրը։ 2023-ին գնաճը եղել է 0.9%, նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 14%-ով։ 2024-ին տվյալներով գնաճը 0.3%, այստեղ թոշակի բարձրացում չենք ունեցել, բայց հետվճարի ուրեմն տրվող չափը 10%-ից դարձրել ենք 12%։ Ընդ որում 2023 թվականին ուրեմն հիմնական կենսաթոշակը բարձրացել է 33%-ով։ Պարոն Ավետիսյանի հարցին անդրադարձա, կարծում եմ, սպառողական գների ինդեքսի եւ նվազագույն կենսաթոշակի եւ մնացած ցուցանիշների մասով։ Հիմա պարոն Մինասյան, ինչու ենք մենք կարծում, որ օրենքում ամրագրել է այս խոստումը դեռ վաղ է, որովհետեւ այն բնականաբար մենք քայլերը, որ նշված է, որ պիտի ձեռնարկենք մինչև 26 թվական իրականացնելու այս խոստումները, դրանք իրականացվում են եւ պարոն Խաչատրյանի ասած այն բանի, որ չեն կատարվում այդ հանձնառությունները, ես խնդրեի սոց ոլորտի հետ կապված որևէ հանձնառություն բերել հնգամյա ծրագրից, որը չի իրականացվել մինչ օրս եւ մենք քայլերը ձեռնարկում ենք, հայտը ներկայացված է եւ մենք կարծում ենք, որ պետք է այն փորձարկվի, որովհետեւ բեռը շատ մեծ է, որից հետո, երբ կլինենք վստահ հետագա տարիների համար, այն կարող ենք նաեւ ամրագրել օրենքում։ Եվ էլի ասելիքներ ունեի, ցավոք ժամանակս չհերիքեց, շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան, Սարի պես Գյումրու թիկունքին։ Քաղաքացիական պայմանագիր, քվեաթերթիկ համար 1